CBC հեռուստալիքի նախկին թողարկումներից մեկում մենք պատմել ենք բաքվեցի հայ Էրիկ Խաչատուրովի ճակատագրի մասին։ Նա մեզ հետ կիսվել է նրա համար հայրենի քաղաքի Բաքվի մասին հիշողություններով։ Ինչպես եւ ակնկալվում էր, եթեր դուրս գալուց հետո Խաչատուրովի հասցեին սկսել են սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղալ հայ ազգայնամոլների կողմից։ Դավաճան, ժողովրդի թշնամի եւ այլ հայհոյանքներ է ստանում սոցիալական ցանցերում հայ գործարարը։ Նրան սպառնում ու նզովում են սոսկ նրա համար, որ նա բաքվեցի հայը հանդես է գալիս հայերի եւ ադրբեջանցիների միջև խաղաղության օգտին։ Хочу подчеркнуть, что со стороны Ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանից, մասնավորապես Բաքու քաղաքից միայն դրական անդրադարձումներ են։ Ընդհակառակը ասում են արի Բաքու, մենք խաղաղության, բարեկամության կողմնակից ենք, սակայն Հայաստանում ինձ համարում են դավաճան։ Ես ափսոսում եմ սոցիալական ցանցերում նման բացասական ռեակցիայի համար։ Դա մեծ ու ցավոք հաջող քարոզչություն է։ Էրիկ Խաչատուրովի խոսքով սպառնալիքներ սկսեցին հնչեցվել նաև նրա ընտանիքի հասցեին։ Հայ ազգայնամոլների նման ռեակցիան բոլորովին էլ զարմանալի չէ։ Նրանք երբեք չեն սիրել Ադրբեջանից ժամանած հայերին։ Դրանց անվանել են շուրթվածներ ու երկրորդ կարգի մարդիկ։ Արդեն 5 տարուց ի վեր ագրեսիայի ու անարդարացի վերաբերմունքի հետ ընդհարվում է նաև Երևանի բնակչուհի Թամելա Արզումանյանը։ Ավելի վաղ CBC հեռուստալիքին տված հարցազրույցում նա պատմել է այն տառապանքների մասին, որոնց Հայաստանում ենթարկվել է նրա ընտանիքը։ Դրանից հետո կարծես մեր ձայնը լսելի եղավ։ Լսում է, որ մենք կանք։ Զանգահարում են ազգային անվտանգությունից, զանգահարում են մարդու իրավունքի պաշտպանից։ Իրենց օգնության ձեռքն են ուզում մեկնել, բայց մինչև այդ ոչ մեկը մեր ձայնը չէր լսում, աղաղակում էինք, վանկարկում էինք, բացարձակապես ոչ մի կարծես մենք գոյությունը չունենք, ձեզանից հետո այո, երբ դուք բարձրաձայնեցիք այդ ձայնը, նոր լսեցին, որ մենք կանք, իսկ այժմ մենք չենք հավատում իրանց, հասկանում եք, մենք չենք հավատում իրենց օգնությանը, այդ օգնությունը նրանք ուղղակի ուզում են հայ-ֆրանսիական միջազգային բանդային թաքցնեն, դա է իրենց ուզածը, իրենք ամեն քայլի կգնան, միայն այս միջազգային բանդան, մաֆիան իր հայտ չգա, թաքցնեն նորից, և իրենց ուտելու աղբյուրը, որ ոնց են հաշվանդամ դարձնում, ոնց են թոշակը ստանում, ոնց են թանկարժեք դեղերը ստանում, ամեն բանը վաճառքի է հանված, դա այդ աղբյուրը նրանք ուզում են էլի ուտեն, հասկանում եք, այդ աղբյուրից չեն ցանկանում, որ կտրված լինեն, իսկ Հայաստանում դա չի բացահայտվելու, ուզում է Հայաստանի եվրոպական միությունը լինի, ոնց ուզում է լինի, դա Հայաստանում չի բացահայտվելու, միայն ուզում ենք, որ ձեր օգնությամբ, ձեր միջոցները օգնեք, որ միջազգային կառույցները մեզ լսեն։ Թամելա Արզումանյանը բացահայտ հայտարարում է, որ Հայաստանում անարդարությունների հետ նա պայքարելու է մինչև իր կյանքի վերջը։ Նա դրա համար օգնություն է ակնկալում միջազգային կառույցներից, որոնք անհասկանալի պատճառներով մինչ այսօր չեն արձագանքել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտման փաստին։ Ես Արզումանյան Թամելաս, ամբողջ աշխարհի մարդկությունից, Եվրոպական միությունից, ես խնդրում եմ ձեր օգնությունը։ 2010 թվականից մեր ընտանիքը հալածվում է։ Ես ու տղաս այստեղ ենք հալածվել Հայաստանում։ Աղջիկս դուստերս, որը խուլ համր է, ամուսնուս հետ Եվրոպայում են հալածվել։ Դստերս կնակի հաշվանդամ են դարձրել։ Խնդրում ենք ձեզ, աղաչում ենք, մեզ այստեղից դուրս հանեք։ Մենք միևնույն է, դուրս ենք գալու, Հայաստանում չենք ապրելու, ուղղակի առանց ձեր օգնության մենք չենք կարողանում։ Հալածվում ենք, մեր ձայնը ոչ ոք չի լսում։ Եթե դուք իմանաք, խնդրում եմ, Եվրոպա, միջազգային կառույցներ, եթե դուք իմանաք, մենք ինչքան տեղեր ենք դիմել, եւ ինչ դիմել ենք, դեռ քիչ է, եւ քննիչի դերը դիմում եմ, քննիչի դերն էլ ես եմ տարել։ Անգամ այդ բանդան կարողացել են ներխուժել դպրոցական արխիվ։ Կեղծված ամեն բանը, էլ ազնագրայինում, էլ դպրոցականում, ամենուրեք մեր փաստաթղթերը կեղծված են, որովհետև վաճառել են եւ ամենավերջի կեղծ ձևերով փող են աշխատում, իմ հաշվատամ երեխաների գումար են աշխատում, բարձր թոշակ, տանկարժեք դեղեր եւ ամենաստոր ձևով վարկաբեկել մեզ ամբողջ Ֆրանսիայով, իսկ հիմա ես ամեն ինչ անելու եմ, որ դուք իմանաք հայը ինչ ձև է գումար աշխատում, մինչև վերջ մահել լինի, ես գնալու եմ, կանք չեմ առնել, ուղղակի էլի եմ կրկնում, օգնեք միջազգային կառույցներով այս գործը բացահայտվի։